Ախպրած ես չեմ հասկանում, լռության ժամը հայտարարված, հա? Այս բային Սևո, մենակ լռությունը մեզ կօգնի։ Ախպրած դու էլ ես տես մտածում, հա? Կարը բան չգիտի, որի մարս ես չեր լինի ապեր։ Զգացիր Սևո, որ լռությունը ավելի ճիշտ էր։ Լավ ապեր, չասիր, Էլենը ոնց էր խոսացիր էտը, ինչ էր ասում։ Կարող է մեր հիմա իրա վրա Էլենը ծազդե ոնց էր քո վրա։ Իմ հասկանալով ես այ Էլենին դեռ հույս տալիս։ Այս տեսքով դու լավ հույս տված կլինես։ Դե, թող Աստված մերի հոգին լուսավորի։ Էլ տես բան չասես ապեր։ Սխալ բան չասեց գող։ Ապես չեմ ուզում տես բաներ լսեմ ապեր։ Չեմ ուզում հիշատակի համար խմենք, հողը վրեն թեթևացնենք։ Եկեք ոչ մոտ մի խոսացեք հա ապեր։ Լավ, դուրս չգանք արդեն։ Հա, կարելի է։ Չէ, ես մնում ապեր։ Եթե դուք գնում եք, միջև գնալներդ ասեք, մի հատ է թող արաղ բերեն։ Լավ, դե ես գնեմ զանգեմ ձյաձյապոյին, ասեմ, որ իրար հետ ենք չանհանգստանա։ Ախենում այս մենակ թողնի։ Գոր ախպերս, քեզ են շիս ազում։ Սենց ոնց ապեր, մազերը սա խառնվել։ Չէ ապեր, դու լավ գիտես ես ինչի մասին եմ խոսում։ Դու ում ես գնում զանգես ապեր։ Գալիս ես լվացվելու։ Ամենը մի պահ, թույլ տվեք կանգնեմ ու կգնամ։ Ոչ մի վարկյան։ Դու ու քո մարդասպան հարսնացուտել եք ես բախտին արժանանալու, էդ ես եմ ձեզ խոստանում։ Մաքրվից տեղից։ Ինչ է յակ կոտորում, դրան ջտված մեր ուրա, աղջի։ Երևի լոգարանում է, չի լսում, երեխայի ձայնը դրա մոր դուրս չի գալիս։ Տես Ֆելիքս, ավերոտ բարեր չարես, տրամադրություն չկա։ Արե դեն կարքի երևույթա որ կավալ լոգարանում էլ ելնի, բայց երեխուցենը լսի դուրս չգա։ Ջան, բարես, հեսա բաբոլան կեզ կկիրապրի, սուս։ Դեստե չի, ես դրան կսատկասեմ, երեխուն թողեր գնացել է։ Ոստում է, չի։ Պատկերացում ես Եվա, երեխան թողել է տանը մենակ ինքը դուրս է եկել։ Այս ժամի։ Այս ժամի ոնա է։ Աստված գիտե այդ բոմժը քանիցից է դրսերում։ Կգատու ես դրան կսատկացնեմ։ Չեմ սատկացնում, որ ավելի լավ մեթոդ կա դրանից ազատվելու համար ու մեկը միշտ։ Ինչ ես անելու որ։ Կգա կանեմ կտենակ։ Չէի նկատել ոնց եմ քնել։ Չէի ուզում քեզ արթնացնեի։
Բայց որ արթնացար, ավելի լավ կլինի գնաս տեղերդ քնես։ Չէ, չեմ քնում։ Մինչև Սևակը չգա, չեմ կարողանա քնել։ Ես Սևակի ինչն եմ ասել, որ քեզ չի թողնում քնես։ Հա, ինքն էլ է բարկանում, որ ես ուշ ժամի քնած չեմ լինում։ Բայց որ տանը չի լինում, ես հանգիստ չեմ կարող քնեմ։ Բալես, ինչի ընկերուդ մեր տուն չես կանչում։ Դու օրվա մեծ մասը մենակ ես անցկացնում։ Սևական անընդհատ գորի հետ է։ Թող գա մեր տուն։ Դե չաղոնել է հիմա տխուր։ Ընկերոջից բաժանվել է ու ուզում է մենակ մնա որոշ ժամանակ։ Լավ, սպասի զանգեմ, տեսնեմ Սևակը երբ է գալու։ Եթե շատ ուշանա, ավելի լավ է դու գնաս քնես, հա։ Ապես այդ համալսարանը չեմ գնալու։ Մա պետք вообще այդ համալսարանը։ Բե համալսարանը ինչի հասար։ Ինքը քեզ ինչ արի։ Հա, բաբջան։ Այդ համալսարանը ինձ հիշացնելու է այն ապեր, որ ուզում եմ մոռանամ, բայց չի ստացվելու։ Elə որ նստած ենք, բաբջան։ Ես խմած ես։ Ինձ ոչինչ էլի մի թեթև։ Ուրեմն այդքանով սահմանափակվի ու շուտ արի, եթե կարող ես, որ այս երեխան քնի։ Պապը լեռախոսը տուր իրան։ Տնեցիքին ուղարկեցի քնելու։ Ապեր մենք էլ դուրս չգանք։ Դուրս գանք ինչ անենք, ապը։ Հենա նստած ենք էլի, լավ ու վատ օրերն ենք հիշում։ Չնայած ոնց որ մեր կյանքում լավ օր չի եղել։ Արա, բայց ես մի բան չհասկացա։ Մերին դատարանում լավ էր։ Ոնց եղավ, որ մի քանի օր հետո մահացավ։ Ես էլ չգիտեմ, Ստյոպ, թե դու գիտես բացատրի մի հատ։ Գորջան, դու գիտես, ես գիտեմ, ու հիմա Սևոն էլ կիմանա։ Ուրեմն Սևո ջան, Մերին դատարանից հետո պետք է գնար հիվանդանոց, բայց ինքը չգիտես ինչի որոշեց, որ պետք է գնա տուն, ու տանն էլ ընկել է ու գլուխ խփել է ախպերս։ Գլխի սալջարդը ինչը, մի խոսքով, գլխի հետ ախպերս խաղ չեն անում։ Գիտես, մեր երում մարդիկ գլուխները խփում են ու մեռնում են։ Ապոջի։ Ախպեր, ես ոնց հասկացա, մերի մահը չեն կարա, չէ կապեն Էլենի հետ։ Փաստաբանը պետք է այնց անի, որ չկապեն։ Ինչ եք անում։ Չեք ուզում գաք։ Դեռ չի ապոջը նստած ենք էլի, սենց գոնե ծրվում է։ Գադում պետք է անիմաստեղի իրեն վատ զգա։ Ստյոպ, տղուս ուշադիր եղիր։ Ուշադիր ենք ձյաձյապը։ Ու մի թող շատ խմի ու իրան կորցնի։
ես կարող եմ քո հայրը լինել։ Եթե այո, ապա ես այս անգամ էլ պարտվեցի։ Այս անգամ էլ ես ինձ չեմ կարող ներել։ Բակ մի մտի, հա, ես այստեղ կիջնեմ։ Ինչես, մտին ստեղ պետք է իջնես։ Դե գիտես, ուղղակի կարող է պապայինք տուն եկած լինեն ու կտեսնեն, էլի, որ ինչ որ անծանոթ մեքենայից իջնում եմ։ Հետաքրքիր բնավորություն ունես։ Մի քիչ ավանդապահ ես, մի քիչ համարձակ։ Ես այդպեսին եմ, ում դուրը չեմ գալիս, թող ինքը մտածի։ Ինձ միանշանակ դուր ես գալիս։ Պակա։ Չփոշմանեցիր, հիմա համար չես տալիս։ Ես քո համար ունեմ, որ ցանկություն լինի, ես կզանգեմ։ Ու սպասիր ինձ, կազեմ։ Ես սրանք եկել են, բայց հիմա ինչ եմ անելու։ Լավ, ոչինչ, այսքան ծեծվել եմ, մի անգամ էլ կդիմանամ։ Ես դուք ինչ չեք գնում քնեք։ Հարսիկի համար եք դեմ են գնում։ Մնում ենք, որ չտաս սպանես։ Մեր պրոբլեմները քիչ էր, հիմա էլ բերդ ընկնենք։ Ես դրան մատով չեմ կպնելու։ Մենք էլ հավատացինք։ Հəli մի հատ նստեք ձեր տեղը։ Ֆելիքս, խնդրում եմ բանես, կռիվ չսարքես։ Թող պապ։ Ֆել ինչ լավ է, որ տանն եք, սիրտս կանգնում էր, ես էլ ասեցի, երեխես տանը մենակ է, հենց է կպատմեմ, ինչ պատմության մեջ եմ եկել։ Բանալիները դուր։ Ստերվա։ Ինչի։ Ինչի Ֆել։ Փողոցայինները այս տանը տեղ չունեն, դու բանալիները ու ռադեղի։ Դու ինչ չես կարող տնից անել, առանց լսելու, թե ինչ եմ ասում։ Լսի, ես թքած ունեմ քո վրա, քո պատմած հեքիաթների վրա։ Չքվում ես։ Րոպե առաջ չեմ ուզում քեզ ստեղ պենամ, ասում ես։ Դավայ։ Պապի, մի բան ասա, որ ինքս ես չպետք է այդ վարի, պապի, ես քո ոտքեր ինքան տաք ու սառը ջուր են դրել, որ դուք չեք կարող ասենց անշնորհակալ